Ժամը 18-ն է, Open Media-ի ուղիղ եթերում իր աշխատանքն է մեկնարկում Renews լրատվականը, ես Անի Զաքարյանն եմ, ողջույն։ Վաղ առավոտից Renews լրատվականի թիմն աշխատում է ձեզ անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն մատուցելու համար, չպարտադրելով անձնական որևէ տեսակետ։ Մենք հասանելի ենք YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում, Spotify-ում, մեզ կարող եք հետևել նաև Open Media կայք էջում։ Այժմ անցնենք օրվա լրահոսին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Թուրքիայի նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալով Հայաստանը շատ ավելի ակտիվ և արդյունավետ երկխոսություն է վարում, քան շատ երկրներ, որոնք միմյանց հետ ունեն նման հարաբերություններ։ Նա վստահեցրել է Երևանի և Անկարայի միջև երկխոսությունը երկար ժամանակ զարգանում է շատ դրական ուղղությամբ, սակայն նրա խոսքով ժամանակն է տեսնել վերջնական արդյունքները։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման թեմայով Միրզոյանը նշել է, որ սահմանին կրակոցները անշուշտ մտահոգիչ են, դրանք քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, նրա խոսքով ինչ-որ դրվագով նաև կարծես թե կա ադրբեջանական կողմից։ Այդ ուղղությամբ այս պահին աշխատանքներ արվում են, բայց բավարար չափով չեն, որպեսզի ամեն ինչ պարզվի և վաղն էլ չլինեն կրակոցներ, ասել է Միրզոյանը։ Ասում ենք սա իրանց, անշուշտ պարոն Ազարյան, ասենք ոնց եք պատկերացնում, հանդիպենք, ամենաէական թեմաների մասին խոսանք և չասենք, լավ, հարգելի հարևաններ, հիմա դուք լուրջ մտածում եք, որ այդ սահմանադրության մեջ խնդիր կա, թե ժամանակ եք ձգում։ Իհարկե ասում ենք, ցավոք սրտի ես չեմ կարող ասել, որ ես ստացել եմ, ես կամ մյուս գործընկերները վարչապետի հանդիպումների ընթացքում այս տեսակ հարցադրում անելիս ունենք լիարժեք սպառիչ ադրբեջանական կողմի պատասխան, որը ես կարող եմ ձեզ հիմա ներկայացնել։ Այդպես չի ցավոք։ Մենք միաժամանակ նաև ասում ենք, որ նայեք, այս պատճառով դա խնդիր չի։ Բայց եթե խնդիրը կա, քիչ առաջ նկարագրեցի, սենց լուծում եւ այլն, մեր հանդիպումների մեծ հաշվով իմաստ եւ հիմնական խոսակցությունը վերջի շրջանում, հատկապես տեքստի ուրեմն համաձայնությունից հետո ըստեյության այս ոգով եւ այս ոճով է ընթանում, բայց սա ընթացքն է, չկա որևէ շոշափելի արդյունք, որը ես կարող եմ հիմա ձեզ ներկայացնել։ Միրզոյանն ասել է, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը հայկական կողմն ուղղակիորեն ընկալում է որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Իհարկե մենք այս մասին ադրբեջանական կողմին ասում ենք, ասել է նա։ Միրզոյանը նաև հայտնել է, որ սպասվում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի այցը Երևան։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ առաջիկայում սպասվում է Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որը հնարավորություն կտա լրագրողներին ուղղել օրակարգային հարցերը, այլ ոչ թե մեջբերում եմ խոհանոցային։ Լրագրողների հարցին արդյոք եկեղեցու հետ հարաբերություն պարզելն առաջնային օրակարգ է, Սիմոնյանն արձագանքել է. դաշտը բաց է, այսօր ով ինչ ասես քննարկում է։ Հանրությանը հիմա սա է հետաքրքրում։ Պետությունը նորմալ վիճակում է, անվտանգային հարցերը նորմալ վիճակում են, աշխատում ենք դրանց շուրջ շուտով շատ հետաքրքիր նորություններ կլինեն։ Ես կարծում եմ, որ այս խոսակցության ավարտը այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը։ Դրա մասին Հայաստանի Հանրապետության վարչապետը հստակ ասել է, եւ ես երկրորդում եմ իր ասածը, կամ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, այդ պարագայում կարծում եմ որևիցե խոսակցություն շարունակելու կարիք չի լինի, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի, այդպես բան կա, թե չկա, եւ չկա։ Եթե նման բան կա, պետք է ոնց, հիմա ես օրենք խախտեմ ու մնամ, ես հիմա որ ենթադրենք մեծ կոռուպցիոն ինչ-որ բան լինի, ասեմ, չգիտեմ, ասել եմ մի անգամ, ընդդիմության բացակայող ընդդիմադիրների աթոռները վաճառեմ, փողը դնեմ ջեբս, ասեք դե հիմա ինքը պետք է հեռանա, բա ինչ պետք է անեմ, ինքը բա ինչ պետք է անի, ուզում հասկանամ։ Այսինքն եթե բացվի պետք է հեռանա, պարոն։ Դուք կա գնա ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի, դեռ ինչի պատմության մեջ թագավորներ են հեռացել։
Այսօր վաղ առավոտյան վարչապետը շարունակել է քննարկել ամենայն հայոց կաթողիկոսի կուսակրոնության թեման։ Ֆեյսբուքյան գրառման մեջ նա նշել է, թե իր ընկալմամբ ամենայն հայոց կաթողիկոսն անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։ Չեմ կարող հավատալ, որ ամենայն հայոց կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել։ Չեմ կարող հավատալ, թե ամենայն հայոց կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։ Գարեգին II-ն ինքն անձամբ թող պարզաբանի, արդյոք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյոք զավակ ունի։ Մենք իր հոտը իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը, գրել է Փաշինյանը։ Վարչապետը գործադիրի նիստում պատմել է Բջջնի եկեղեցի իր այցի մասին, հայտնել, որ կառավարության հատկացրած գումարով վերականգնվել է եկեղեցու վնասված պատը։ Նա նաև պատմել է համալիրի մյուս բարեկարգումների եւ նորոգումների մասին։ Պիտի գոհունակությամբ ընդգծեմ, որ Բջջնի եկեղեցու վնասված պատը արդեն հիմնանորոգված, այսինքն վերականգնված է, տվյալ դեպքում հիմնանորոգում ասելը սխալ կլինի, նաև մենք լուծեցինք մի շատ կարևոր խնդիր, մենք հիմա տեղադրել ենք լուսավորության համակարգ, որով լուսավորում ենք Բջջնի ամրոցի պարիսպները եւ երեկոյան ժամերին այդ պարիսպները տեսանելի են բավականին հեռվից։ Հաջորդը ինչա, այսինքն դրանից առաջ մենք արել ենք եւ այս խոսակցությունը այդ առիթով սկսվեց։ Մենք Հրազդան Բջջնի ավտոճանապարհն ենք հիմնանորոգել, որը էլի Հայաստանի բացահայտման մի շատ կարևոր գործիք է։ Գործադիրի նիստի ընթացքում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց իրենց խոսքով ի պաշտպանություն հայ առաքելական Սուրբ եկեղեցու։ Ակցիայի մասնակիցներն ընտրել են իրենց անհամաձայնությունը հայտնելու ոչ սովորական ձև։ Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներին ակտիվիստները կոչ են արել նրան կենտրոնանալ ավելի կարևոր եւ լուրջ խնդիրների վրա, զերծ մնալով հոգեվորականների հասցեին մեկնաբանություններից։ Ուրեմն սա մեր մահվան դեսպանն է, եկել է դժողքից, ասելու, որ արդեն Նիկոլի ժամանակն է, վերջապես հեռանալու դժողք, եւ Նիկոլի կենակցին եւ Նիկոլի ամբողջ թիմին արդեն դժողքում սպասում են։ Սա Նիկոլի մեղքերն են, որ եկել է թվարկելու, որ դժողքի շատ քիչ պատիժ մարդիկ, ովքեր որ պատիժ են կրում հիմա դժողքում, շատ քչերն են, որ այսքան շատ մեղքեր են գործել եւ այդպես սրբապղծություն, ներապաշտություն, թալան, դավաճանություն, չարություն, նենգափոխություն, պարտություն։ Կառավարության նիստից հետո Սփյուռքի գործերի հանձնակատար Զարե Սինանյանը ևս անդրադարձել է վարչապետի հայտնի գրառումներին։ Իմ կարծիքով նախ հիշենք, որ եկեղեցին դա ժողովուրդն է, եկեղեցին այն անձինք են, որոնք ձևավորում են, այն ժողովուրդն է, որը ձևավորում է եկեղեցին, այսինքն եկեղեցին ինչ-որ շինություն չէ, եկեղեցին ինչ-որ հիերարխիկ վերնախավը չէ, եկեղեցին ժողովուրդն է։ Հետևաբար հարված նման քննարկումները չեն կարող հասցնել եկեղեցուն։ Եկեղեցուն հարված են հասցնում այն անձինք, որոնք գտնվելով այդ հիերարխիայում վարկաբեկում են եկեղեցուն եւ վարկաբեկում են եւ արհամարում են հենց եկեղեցու ներքին կանոնակարգերը։ Բայց հիմա խնդրը հարց չէ վարչապետի հարյուրախառ գրառումները։ Եթե խնդիրը արկա է, դրանց պետք է տալ լուծում ոչ հրապարակային հարյուրախառը, ոչ մեղադրակների, օրինակ կենակցելով խնդիրը հետև է, օրինակ դուք երբ որ կարդացիք Նիկոլ Փաշինյանի գրառումը Սրբազանի, X Սրբազանի նրա քերականատու վերաբերյալ, ձեզ մոտ բան չառաջանա։ Վարչապետը ինքն է արտահայտվել այդպես, նա արդեն բացատրել է, թե ինչ է ասել, ես դրա կարիք չեմ զգում ինքս մեկնաբանելու, ես մի բան գիտեմ, որ կան բացահայտ խնդիրներ կապված եկեղեցական վերնախավի հետ, որոնք ակնառու են ոչ միայն Հայաստանի ժողովրդին, դա պարզ է, բայց ակնառու են նաև Սփյուռքի հսկայական մի մասի համար եւ այս գործընթացը տեղի է ունենում։ Սա նաև ըստ իս նաև պետության կայացման անհրաժեշտ փուլերից մեկն է։ Երբ որ
բոլորը պետությունում իրենց պատասխանատվությունների մասով եւ իրենց պարտավորությունների մասով հաշվետվություն պետք է տան հայ ժողովրդին։ Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է Լեյա եւ Ռոյալսիս Engineering ընկերությունների 30 միլիոն 105 հազար դրամ արժեցող ավիացիոն տեխնիկական ունեցվածքը որպես նվիրատվություն փոխանցել Պաշտպանության նախարարությանը։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Լեյայի տնօրենը Պաշտպանության նախարարին ուղղված գրությամբ ցանկություն է հայտնել գերատեսչությանը նվիրել այդ ընկերություններին պատկանող ավիացիոն տեխնիկական ունեցվածքը զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով։ Նախարարությունը նպատակահարմար է համարել ընդունել այդ գույքը։ Նշենք, որ Royal-Sys Engineering ընկերության սեփականատերը զենքի բիզնեսով զբաղվող Դավիթ Գալստյանն է, որը հայտնի է նաև Պատրոն Դավո մականվամբ։ Պաշտպանության նախարարությունը Հայտեկ կիբերանվտանգության կենտրոնի հետ համատեղ զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով մրցույթ է հայտարարել։ Մրցույթին կարող են մասնակցել 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա զորակոչիկները ծրագրավորում, ցանցային, համակարգային ադմինիստրացիա, կիբերանվտանգություն մասնագիտություն։ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հիշել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին մեղադրել նրանց կոռուպցիայի մեջ։ Նրա խոսքով, երբ մարդիկ զգում են, որ մոտենում է իրենց թալանած գույքը վերադարձնելու պահը, փորձում են ցույց տալ, թե իբր գործող իշխանություններն էլ նույնն են անում։ Կառավարության նախորդ նիստերից մեկում անդրադարձել էի, եւ ընդ որում անդրադառնալիս ես այսպիսի մի ձևակերպում էի արել, որ նախկին մի պաշտոնյայի ընտանիքի անդամներից ընտանիքի հետ է կապված այդ մանկապարտեզի հարցը եւ պատմությունը, դե մտածելով կառավարության նիստա, դե հիմա ինչ կարիք կա կոնկրետ ասել։ Եվ հետո այդ կառավարության նիստից դուրս եմ գալիս, չգիտեմ, այդ ընթացքում դրանից ինչքան առաջ, ինչքան հետո տեսնեմ այդ նախկին պաշտոնյան թուրու թվանքը առած ընկելա ինչ որ գրառումներ անում, սրա հետ կապված չէ։ Ոչ ասելու մանկապարտեզները ձեռից առան, եւ այդ պաշտոնյան նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն է, որի կնոջն է, կնոջ հետ կապված էր այս պատմությունը, եւ ասենք զարմանում ես այդ մարդկանց ինչ կապ ունի, մի հատ մեկը կարա բացատրի Վարդան Օսկանյանը եւ իր կինը ինչ կապ ունեն, որ Դիլիջանում պետքա մանկապարտեզ վերցրած լինեն։ Իրանք մի խնդիր ունեն, իրանք արդեն չեն էլ բանանում, ուզում, չեն էլ փորձում ապացուցեն, որ իրանք թալանչի սրիկա ստահակ են, կներեք այս բառակապակցությունների համար։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը վարչապետի այսօրվա մեղադրանքներին ի պատասխան Նյուզեյեմին ասել է, որ Փաշինյանը նյարդայնանալով ֆրանսիական մամուլի հրապարակումից, որ ավելի քան 3 միլիոն եվրո արժողությամբ առանձնատուն է գնել այդ երկրում, դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել երկրորդ նախագահի հասցեին։ Ականատես եղանք ամառային նոպայի հերթական սրացմանը, այս անգամ իրավական շեղվածությամբ։ Դրա հետ ամեն ինչ եւ վաղուց պարզ է։ Մոտենում է Արյան եւ Թալանի մեջ մինչեւ գլուխը թաղված այդ սուբյեկտի պատասխան տալու եւ գնալով պացիենտի հոգին ավելի ու ավելի է բորբոքվելու, ասել է Միկոյանը եւ հիշեցրել նրա խոսքով անիվից 65 Հայաստան հիմնադրամից անհետացած 100 միլիոն դոլարի մասին։ Միկոյանն ասել է, որ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդման դադարեցումն անձի մեղավորության հիմք չի կարող լինել։ Մեղավորության հիմք է իրպես համաներման միջոցով մի ձև պատժից ազատվելը։ Իսկ Սիլվայի գործով վաղեմության ժամկետի կիրառման հանգամանքների մասին նախագահ Քոչարյանը մոտակա ասուլիսներից մեկում մանրամասն կխոսի, ասել է Միկոյանը։ Վիճակագրական կոմիտեի տվյալով 2025 թվականի մայիսին Հայաստանում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մինչև 4.3%, հատկապես աճել են սննդամթերքի գները 7.4%-ով, բանջարեղենը թանկացել է գրեթե 30%-ով, իսկ ձուկն ու ծովամթերքը ավելի քան 20%-ով։ Աճել են նաև առողջապահության ու տրանսպորտի սակագները, կյանքի որակի բարելավումն ու գնաճը ոչ մի կետում չեն հատվում։ Բյուջե 2024-ի ամփոփումը ցույց է տալիս, որ տնտեսությունը զարգանում իսկ պարենային ապրանքների արժեքներն այլ բան են հուշում։ Իմ գործընկեր Աննա Հարությունյանն է քննարկել թեման փորձագետի եւ մեր համաքաղաքացիների հետ։
Գներն աճում են, եկամուտները ոչ միշտ։ Գնաճը տնտեսության ամենազգալի, բայց երբեմն անտեսանելի ճնշումներից մեկն է։ Ամեն գնում ուղեկցվում է հաշվարկով, ընտրությունը սահմանափակումով։ Գնաճն ազդում է բոլորի վրա, անկախ եկամտի մակարդակից, բնակության վայրից եւ սոցիալական կարգավիճակից։ Այն առաջանում է, երբ պետության մեջ փողի զանգվածի եւ ապրանքային ծավալի միջև կա խզում։ Շատ ժամանակ իրարամերժ նույնիսկ պատկերացնող բոլոր տեսաբանները, տնտեսագետները հստակ միակամ են այն հարցի շուրջը, որ գնաճը դա պետությունը քայքայող գործընթաց է եւ ամեն ինչ պետք է անել, իհարկե խելամտի ողջամտության սահմաններում գնաճը զսպելու, կարգավորելու եւ նրա ազդեցությունը տնտեսության վրա բավականին թույլատնելու համար։ Գնաճը հարված է հասցնում տնային տնտեսություններին։ Յուրաքանչյուր ընտանիք այն զգում է իր բյուջեի վրա, այն խնայողությունները սպառելու միտում ունի։ Հարվածը գալիս է հիմնականում պարենային ապրանքների դաշտում։ Պարենային ապրանքներն այն ապրանքներն են, որոնք որ քաղաքացին պարզապես կենսագործունեության համար իր պետք է անպայման օգտագործի իր օրգանական ֆիզիկական գոյությունը պահպանելու նպատակով։ Մեր հնարավոր հաղթանակը բանակի սպառազինության բարձր մակարդակն է։ Մասնագետի բնորոշմամբ 35 տարի շարունակ Հայաստանը իր հնարավորություններով զիջել է Ադրբեջանին։ Դա կոտրելու համար մեզ պետք է տնտեսական աճ 10-ից 12%։ 10-ից 12% աճ ստանալու համար, նա ունենալու համար, կառավարելու նրա նախադրյալները ստեղծելու համար պետք է բոլոր լիազորված մարմինները աշխատեն։ Այդ թվում նաև կենտրոնական բանկը եւ կենտրոնական բանկի կրավորական կեցվածքը բազմաթիվ տնտեսական հարցերի շուրջը կարծում եմ ընդունելի չէ։ Մասնագետի բնորոշմամբ պետությունը հնարավորություն ունի զսպման միջոցառումներ իրականացնել։ Կան զսպման երկու ճանապարհներ՝ պետական մասնակցություն, այդ թվում կենտրոնական բանկի կողմից, եւ տնային տնտեսությունների ադապտացում։ Պետությունը գոնե պետք է փորձի հնարավորին չափ գների իջեցում ապահովել, գների մակարդակի չթողնի, որ ցնակ ինքնակառավարում են, որովհետև Հայաստանի Հանրապետություն դասական իմաստով գների աճը կարելի ասել նույնիսկ անբացատրելի է։ Դա ընդհանրապես որոշակի նաև արևելյան վաճառականության, արևելյան շահույթ գործելու, մաքսիմալ շահույթ գործելու որոշակի պատմական կարծրատիպեր է ստեղծում։ Պետությունը այստեղ մեծ անելիքներ ունի։ Տնտեսվարողները հրաժարվեցին խոսել այս թեմայի շուրջ։ Գնաճն իր ամենավնասակար հետևանքները թողնում է սովորական քաղաքացիների վրա։ Հանգացումներ նկատել եք վերջին շրջանում, թե ոչ։ Իհարկե նկատել եմ։ Հանգացումը շատ է։ Իվրդում ամեն նայմինավանյան թանգացում է տեղի ունենում։ Դաժե եթե ինչ-որ մի բան չի թանգանում, քիչ է թանգանում, քանակն է քչանում։ Տարբեր ապրանքներ գնաճ կա, ոչ չկա, կա։ Չեմ թաքցնի, էլի կա գնաճ։ Во-первых, կատնամթերքն է շատ թանկացել։ Ինչ որ մեկը կա, որ գնաճ չի նկատել, ընդհանրապես բոլոր հարցերում, թե պարզապես հացից սկսած, ավարտած ամենապրիմիտիվ կենցաղային իրերով։ Ամենուրեք գնաճ։ Նալոգներն ա շատացել, ծախսերն ա կրկնապատկվում, տուգանքներն ա ինչ որ անտեղի գալիս, գույքահարկն ա թանկացել, աղբի գումարն ա թանկացել, ամեն ինչը ավելի թանկ, տրանսպորտն է թանկացել։ Գները շարունակ բարձրանում են, սակայն բնակչության եկամուտները նույն տեմպերով չեն աճում։ Սա հատկապես զգալի է ամենօրյա սպառման ապրանքների դեպքում։ Գնաճը զսպելու հարցը այլևս միայն տնտեսագիտական խնդիր չէ, այն քաղաքական որոշում է կամք պահանջող ու գործողության սպասող, որը պահանջում է բոլոր լիազորությունների ջանքերի համադրում։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։ Երեկոյան Ռուսաստան եւ Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որը տևել է 1 ժամ 15 րոպե։ Քննարկեցին օդանավակայաններում ռուսական ինքնաթիռների վրա ուկրաինական հարձակումը, ինչպես նաեւ երկուստեք այլ հարձակումներ։ Դա լավ զրույց էր, բայց ոչ այնպիսին, որը կհանգեցնի անհապաղ խաղաղության, գրել է Դոնալդ Թրամփը եւ հավելել, որ Պուտինը շատ հստակորեն հայտարարել է, որ ստիպված է լինելու արձագանքել օդանավակայանների վրա տեղի ունեցած հարձակմանը։ Զրույցի մյուս կարևոր հատվածը վերաբերել է Իրանին։ Թեհրանը պետք է պատասխանը չուշացնի, ընդգծել է Թրամփը եւ կրկնել, որ Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Ըստ նրա, այդ մոտեցմանը համաձայն է նաեւ Պուտինը։ Թրամփը խոսել է նաև Սի Ցինփինի հետ, այնուհետև հանդիպել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Միջազգային լրահոսի ուշագրավ մյուս դրվագները Անի Հովանիսյանի տեսանյութում։
Նիդերլանդները Ուկրաինային 400 միլիոն եվրոյի նոր ռազմական օգնության փաթեթ կտրամադրի ծովային անվտանգության ամրապնդման համար։ Սա ներառում է ավելի քան 100 միավոր ծովային տեխնիկա, 50-ից ավելի ծովային դրոն եւ մասնագետների վերապատրաստում։ Այլ դաշնակիցներն էլ են նշանակալի օգնություն հայտարարել։ Մեծ Բրիտանիան 350 միլիոն ֆունտ անօդաչու սարքերի համար, Գերմանիան 5 միլիարդ եվրո, Նորվեգիան 750 միլիոն դոլար, իսկ Բելգիան տարեկան 1 միլիարդ եվրո մինչև 2029 թվականը։ Լոնդոնն ու Փարիզը ավարտել են Ուկրաինայում զորքերի տեղակայման ծրագրի մշակումը։ Կողմերը հետաձգել են ծրագրի իրականացումը մինչև հաշտության մասին բանակցությունների վերսկսումը։ Ավելի վաղ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շրջանակում ԱՄՆ-ն քննարկում է բրիտանական, լեհական, ֆրանսիական եւ գերմանական զորքերի տեղակայումը Դնեպր գետից արևմուտք։ Հունիսի 5-ի գիշերը ռուսական անօդաչու սարքերը զանգվածային հարձակման են ենթարկել Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքը։ 5 մարդ զոհվել է, որոնց թվում է 1 տարեկան երեխա եւ 2 կին։ Նույն ժամանակ Խարկովը հրթիռային հարված է ստացել։ Բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել։ Իսկ Խերսոնի մարզային վարչակազմի շենքը մասամբ ավերվել է։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը անվերապահ աջակցություն է խոստացել Ռուսաստանին բոլոր կարևոր միջազգային քաղաքական հարցերում, ներառյալ Ուկրաինայի խնդրում։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ Կիմը մաղթել է Մոսկվային հաղթանակ Ուկրաինայի պատերազմում։ Կողմերը քննարկել են Կուրսկի շրջանում մարտերը, որոնցում հյուսիսկորեացի զինվորները մասնակցել են ռուսական զորքերի կազմում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելել է Հարվարդում սովորել ձգտող օտարերկրացի ուսանողների մուտքը Միացյալ Նահանգներ։ Այս որոշումը Թրամփը պայմանավորել է ազգային անվտանգության սպառնալիքներով։ Հարվարդում պնդում են, որ վարչակազմը վրեժխնդիր է լինում, քանի որ համալսարանը հրաժարվել է տեղի տալ Սպիտակ տան պահանջներին։ Դաշտային դատավորը ժամանակավորապես կասեցրել է նախագահի որոշման կիրառումը։ Սպիտակ տան ղեկավարը հունիսի 4-ին ստորագրել է հրամանագիր, արգելելով 12 երկրների քաղաքացիների մուտքը Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այն ուժի մեջ կմտնի հունիսի 9-ին։ Ամբողջական արգելքը տարածվում է հետևյալ երկրների վրա՝ Հայիթի, Գվինեա, Կոնգո, Չադ, Լիբիա, Սուդան, Էրիթրեա, Սոմալի, Եմեն, Իրան, Աֆղանստան, Մյանմավրիա։ Իսկ մասնակից սահմանափակումները կիրառվում են Լաոսի, Թուրքմենստանի, Բուրունդիի, Տոգոյի, Սիերա Լեոնեի, Վենեսուելայի եւ Կուբայի վրա։ Խաղաղ օվկիանոսում բեռնագիր նավ է հրդեհվել, որ տեղափոխում էր 3000 ավտոմեքենա, որոնցից 800-ը էլեկտրական մոդելի էին։ Morning Midas բեռնանավի սեփականատեր Zodiac Maritime ընկերության ներկայացուցիչների փաստմամբ հրդեհը սկսվել է նավի էլեկտրական տրանսպորտային միջոցների բաժնում։ Անի Հովանեսյան, Reopen Media։ Բոլորս էլ մեր մտքում քարտեզի վրա ցանկալի ուղղությունների տասնյակ ունենք, իսկ երբևէ մտածել եք բացի Գառնի, Գեղարդից, Տոլմայից եւ Հանրապետության հրապարակում ապարող շքեղ շատրվաններից ինչն է գրավում զբոսաշրջիկներին մեր երկրում։ Վստահաբար կարող ենք ասել հյուրընկալությունն ու անվտանգությունը, բայց Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի վերլուծությունները հակառակն են փաստում։ Ծովափնյա հանգիստ, թե բացահայտումներ հանրապետության տարածքում։ Արձակուրդներին ընդառաջ վիճակագրությունը Renews լրատվականից ռեպորտաժի տեսքով։ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն էլի նվազել է։ Քովիդից հետո միայն 2023-ին էր հաջողվել հաղթահարել 2019-ի շեմը, նշում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը եւ ավելացնում. դրան նպաստել է ռուսների եւ ուկրաինացիների մեծ հոսքը, բայց 2024-ին 2023-ի համեմատությամբ մոտ 5%-ի նվազում կա։ Նվազել է նաեւ 2025-ի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 11%-ով։ Շատ ողջևորվեցինք կորոնավիրուսից հետո այդ վերականգնման գործընթացով, այսպես այցելությունների, զբոսաշրջային այցելությունների այսպես դինամիկ աճով եւ ըստ էության մեզ մոտ գների ես կասեի անհարկի բարձրացում տեղի ունեցավ։ Համակարգի բարելավումը կառավարության նոր որոշմամբ է պայմանավորում Ապրեսյանը, ասում է նախագիծ են ներկայացրել էկոնոմիկայի նախարարություն, հավանության է արժանացել, պիտի դիմեն կառավարություն, որ հարկային քաղաքականությունը բարելավի։ Սա միակ պատճառը չէ, որ զբոսաշրջիկները չեն շտապում նախկին տեմպերով Հայաստան այցելել։ Անվտանգության խնդիր կա, երկրի ներսում չէ, սահմանների մոտ։ Հայաստանը դեռևս եվրոպական, ամերիկյան, ճապոնական, մեզ համար շատ կարևոր նպատակային շուկա հանդիսացող երկրների արտաքին գործերի նախարարությունների պաշտոնական ինտերնետային կայքերում ներկայացված է կարմիր սահմանագծերով։ Այն է ոչ այնքան անվտանգ երկիր։ Ստացվում է ըստ Ապրեսյանի մի շարք երկրների կառավարություններ հորդորում են իրենց բնակիչներին չգալ Հայաստան, գալու դեպքում էլ հեռու մնալ զբոսաշրջային ակտիվ Սյունիքի կամ Տավուշի մարզերից։
Ըստ վիճակագրության 2024-ին Հայաստան ամենաշատը եկել են Ռուսաստանից 937.823 մարդ։ Իսկ որտեղ են ցանկանում հանգստանալ մեր քաղաքացիները։ Տուրմենեջեր Լուսինե Դավթյանի խոսքով զբոսաշրջության համար ակտիվ համարվող այս սեզոնին բնակչության համար առավել նախընտրելի են ծովափեր ունեցող երկրները։ Եգիպտոս, Մոնտենեգրո, Կիպրոս, Էմիրություններ, երբեք չի զիջում իր դիրքերը, Մալդիվյան կղզիներ եւ այլն։ Տուրիստական գործակալության աշխատակիցն ընդգծում է, որ զբոսաշրջիկների մեծ հոսք կա դեպի Եվրոպա, բայց սրան խոչընդոտում են դեսպանատների մերժումները։ Բոլորը ցանկանում են տեսնելով տոմսերի մաչելի արժեքները գնալ, բայց դեսպանատները արհեստականորեն ստեղծում են շատ խառնաշփոթ իրավիճակ, որը որ շատ վատ է անդրադառնում։ Հիմնական մերժումներ կարող են լինել այնպիսի մարդկանց, ովքեր ունեն այստեղ մշտական գործ, բավականին լավ եկամուտ, սեփականություն ու մեկ էլ շատ անհիմն մերժում։ Առավել տպավորիչ են ներքին զբոսաշրջության տվյալները։ 2023-ի համեմատ 2024-ին գրանցվել է 23% աճ։ Հարցված քաղաքացիներից շատերն այս տարի եւս պլանավորում են հանգիստն անցկացնել հայրենիքում։ Երևի թե Հայաստանում կհանգստանամ, Սևան եմ գնալու, տենց եմ նախատեսել։ Եթե ես գնալ լինեի, անպայման Հայաստանում կմնայի, չեմ գնա դուրս, բայց այս տարի ընդհանրապես ոչ միտեղ չեմ պլանավորել գնալ։ Ես Գյումրի կուզենայի գնայի, որտեղ ես ընդեղից եմ։ Ես Գյումրից շատ եմ սիրում, ես գյումրեցի չեմ։ Բայց ինք որ մնաց Գյումրի, ես էլ հետը կգնամ։ Յուրականում։ Հունաստան, Գրեցիա, մեկ է Դուբայ, Արաբսկի Էմիրատը։ Ես նախատեսել էի Հայաստանում, բայց արդեն հուլիսից հետո։ Ներքին զբոսաշրջության աճը խոստումնալից է, սակայն արտասահմանցիների հոսքի վերականգնումը պահանջում է ռազմավարական մոտեցում եւ վստահության ամրապնդում։ Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Open Media։ Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Այցի օրակարգից հայտնի է, որ Հայաստան կժամանի մեծ պատվիրակություն 2 տասնյակից ավելի ներկայացուցիչներով։ Հյուրերը հունիսի 5-6-ը կմնան Երևանի Դվին հյուրանոցում, պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա Մայր Հայաստանի հուշահամալիր եւ հանդիպումներ է ունենալու ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը դեռ 1 տարի առաջ էր հայտարարել, որ ինքն անձամբ է ինքնաթիռի մոտ դիմավորելու Մատվիենկոին։ Ռենյուզի աշխատանքին ուղիղ եթերում հետևեք ժամը 18:00-ին։ Մենք հասանելի ենք YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, X-ում, Facebook-ում, Spotify-ում։ Ամենօրյա թարմացումներին ծանոթացեք նաև մեր պաշտոնական կայք էջում։ Բոլոր հարթակների հղումները կարող եք գտնել ուղիղ եթերի նկարագրության հատվածում եւ կցված մեկնաբանության մեջ։ Ռուսալեզու եւ անգլալեզու լուրերի թողարկումներին կարող եք հետևել գլխավոր թողարկումից հետո համապատասխանաբար ժամը 22-ին եւ 23-ին։ Ես Անի Զաքարյանն եմ, այսքան այս ժամի համար կհանդիպենք։